Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսլամաբադում Թեհրանի թիմի հետ բանակցությունները, նշել, որ իրանական կողմը շատ է ուզում գործարք կնքել։ Նրանք միջուկային զենք չեն ունենալու։ Տարբեր բաների շուրջ համաձայնության ենք եկել, բայց նրանք դեռ համաձայն չեն հրաժարվել միջուկային ծրագրից, բայց կարծում եմ կհամաձայնեն, հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով հակառակ դեպքում գործարք չի լինի։ Փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ հայտարարել է արդեն դրական քայլ է այն, որ նման բարձր մակարդակի բանակցություններ են սկսվել։ Որոշակի առաջընթաց ենք գրանցել, գլխավոր հարցն է, թե արդյոք իրանցիները բավարար ճկունություն կցուցաբերեն եւ կընդունեն գործարքի համար ամենակարևոր կետերը, մանրամասնել է Վենսը։ Փոխնախագահը շեշտել է, Վաշինգտոնը ցանկանում է, որ վերջին արդյունքում Իրանը նորմալ տնտեսություն ունենա եւ ժողովուրդը բարգավաճի։ Նրա խոսքով կարևոր է, որ Թեհրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից, փոխանցի հարստացված ուրանի պաշարները, չաջակցի ահաբեկչական խմբավորումներին, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացվի։ Միևնույն ժամանակ Վենսի կարծիքով Միացյալ Նահանգներն արդեն հասել է իր նպատակներին եւ ռազմական գործողությունները կարող են դադարեցվել։ Վաշինգտոնի հետ բանակցություններին է անդրադարձել Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Սպիտակ տան թիմն անընդհատ փոխում էր կարգավորման համար իր պահանջները, հենց այդ պատճառով էլ չի հաջողվել համաձայնության հասնել։ Թեհրանը, չնայած ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությանը, պատասխանատու մոտեցում է դրսևորել, շեշտել է Արաղչին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին էլ հայտնել է, որ Թեհրանը մտադիր է փոխհատուցում պահանջել Բահրեյնից, Հորդանանից, Կատարից, ԱՄԷ-ից եւ Սաուդյան Արաբիայից Իրանի դեմ իսրայելо-ամերիկյան պատերազմին մասնակցելու համար։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հասցրած վնասը գնահատվում է $270 միլիարդ։ Այսօր Վաշինգտոնում ակնկալվող Իսրայել-Լիբանան նախնական բանակցությունների ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանին հարվածները։ Հեզբոլլահը պետք է զինաթափվի, բայց նաև կարծում եմ, որ Իսրայելի հարվածները սխալ են, դրանց հետևանքով Լիբանանում հումանիտար աղետ է հասունանում, շեշտել է Քիր Սթարմերը։ Գերմանիայի կանցլերն էլ հեռախոսազրույց է ունեցել Բենյամին Նեթանյահուի հետ, հորդորելով ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի կառավարության հետ։ Ֆրիդրիխ Մերցը նաև ընդգծել է Արևմտյան ափի բռնակցման անընդունելիությունը։ Զուգահեռ Հեզբոլլահի առաջնորդ կոչ է արել Բեյրութին չեղարկել Իսրայելի հետ բանակցությունները։ Նաիմ Խասեմի խոսքով Բենյամին Նեթանյահուի նպատակը մեծ Իսրայել ստեղծելն է, ինչը վտանգում է նաև Լիբանանի ժողովրդին։ Բեյրութը չպետք է գործիք դառնա Իսրայելի ձեռքում եւ ճնշի դիմադրության ուժերին, հավելել է նա։ Հեզբոլլահի առաջնորդը դիմել է Լիբանանի նախագահին, կոչ անելով համատեղ ուժերով պայքարել թշնամու դեմ, այնուհետև պայմանավորվել հետագա քայլերի մասին։ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր տիսակուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն առաջինը չի զանգահարի նրան։ Մադիարի խոսքով Կրեմլի հետ կցանկանար քննարկել Հունգարիայի եւ Ռուսաստանի միջև էներգետիկ համաձայնությունների պայմանները։ Նա հավելել է, որ Ռոսատոմի նախագծով Պակշ-2 ատոմակայանի կառուցման արժեքն էլ համարում է խիստ ուռճացված։ Մադիարը չի պատրաստվում զանգահարել նաև Դոնալդ Թրամփին, որն ընտրություններից առաջ ակնհայտ աջակցություն էր հայտնում Վիկտոր Օրբանին։ Եթե նրանք դուրս գան, պատրաստ կլինենք երկխոսել, հավելել է նա։ Օրբանի փոխարեն Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադիարը նաև խոստացել է, որ նոր կառավարությունը, ի տարբերություն նախկին իշխանության, չի խոչընդոտի Կիևին Եվրամիության կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Նա հավելել է, որ մտադիր է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ կարգավորելու Ուկրաինա-Հունգարիա հարաբերությունները։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովի մարզին, ինչի հետևանքով 1 կին է զոհվել, կան վիրավորներ։ Թիրախավորվել է նաև Օդեսայի նավահանգիստը, հաղորդվում է ավերածությունների մասին։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 97 անօդաչու թռչող սարք, թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի եւ Տուլայի մարզերը։ Ավելի վաղ Զատկի տոնի կապակցությամբ Մոսկվան հրադադար էր հայտարարել, ուկրաինական կողմը հանդես է եկել երկարաժամկետ հրադադար հաստատելու առաջարկով, սակայն Մոսկվան մերժում է նման հեռանկարը, շեշտելով, որ ցանկանում են հասնել վերջնական խաղաղության, այլ ոչ ժամանակավոր հրադադարների։ Դիանա Գասպարյան, լուրեր։